Բարև ձեզ, կենտրոնի նոր եթերաշրջանում նոր հաղորդում է չեմպիոնի հետ։ Հպարտությամբ պետք է փաստենք, որ մեր փոքր երկրում չեմպիոնների պակաս չկա։ Միայն 2024 թվականին աշխարհի տարբեր արենաներում մեր մարզիկները նվաճել են ավելի քան 120 ոսկե մեդալ։ Իսկ այսօրվա մեր հերոսը Ծանրորդ Վարազդատ Լալայանն է։ Իսկ ինչու Վարազդատ Լալայանը։ Նա միակ մարզիկն է, որը 2024 թվականին օլիմպիական մրցաձևերից դարձել է եւ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն։ Որպես կանոն մեր չեմպիոնը միշտ մարզադահլիճ է գնում ժամանակին, իսկ մարզումներին մոտենում է ամենայն պատասխանատվությամբ։ Յուրաքանչյուր մարզման ընթացքում տարբեր վարժությունների ընթացքում նա բարձրացնում է ավելի քան 25 տոննա, այդպես շաբաթական 6 մարզում, որոնց ընթացքում կիլոգրամներն անցնում են 300,000-ը։ Քրտնաջան մարզումների արդյունքն իհարկե աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնական տիտղոսներն են ու օլիմպիական արծաթը։ Մարզական հավաքածուում ոսկիներից բացակայում է միայն օլիմպիականը։ Անկասկած Վարազդատը ուժի, համառության եւ անսասան հավատով մարզիկի իրական կերպար է, բայց նրա հաղթանակները միգուցե չլինեին, եթե թիկունքին չլիներ հավաքականի մարզչական շտաբը։ Իսկ ինչ տեղ ունի Վարազդատ Լալայանը գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի մարզչական սխեմայում եւ որքանով է մրցումներից առաջ մարզիչը հույս դնում հենց Վարազդատի վրա։ Առաջին հերթին նկատելով իրեն մեջ եղած տաղանդը ամբողջությամբ ծանրամարտի նկատմամբ, երկրորդը իրեն արդյունքներն երիտասարդ տարիքի արդյունքները եւ մեծերի հետ իրեն ցույց տված արդյունքները, որը միշտ կրկնվում է, չի թույլանում ինքան ընդհանուր ավելացնում նորություն է անում եւ դրան պլյուս շատ խելացի լսող մարզիկ է ինքը։ Բավականին շատ, ավելի շատ քան ցանկացած թե կանգնածներ։ Կա մի բան, որ կուզեք փոխեք իր մեջ։ Իր մեջ, հա, կա այն ինչ որ ոչ մեկի չհավատա։ Քանի որ ես եմ ստե դեռ ինձ հավատա։ Հետ ինքնիզի թող հավատա։ Չնայած ինձ էլ հավատում է, ես դրան չեմ բողոքում, բայց ընդհանրապես ոչ մեկի թող չհավատա։ Որտեղ ոչ մեկին ինձ շատ չի ուզենա, որ ինքը լավն լինի։ Ոչ մեկը, բացի ինձ։ Կենտրոնի եթերում չեմպիոնի հետն է, իսկ մեր այսօրվա հերոսը Վարազդատ Լալայանն է։ Վարազդատ հեշտ չէ այսքան ծանր մարզումից հետո մոտենալ հարցազրույցի, շնորհակալություն նախ։ Հեշտ է չեմպիոն լինելը։ Չեմպիոն լինելը կարող է մի քիչ հեշտ է, մեր համար մի քիչ հեշտ է աչքով նայելու, բայց չեմպիոն մնալը դժվար է։ Չեմպիոն լինելը չեմպիոն մնալուց ավելի հեշտ է։ Իսկ այդքան երկար, այդքան շատ, այդքան բոլորի կողմից ուշադրության կենտրոնում լինելը։ Եթե դա ամեն ինչ ճիշտ հասկանաս, դժվար չէ էլի։ Պետք է պրոստը դա ամեն ինչը ճիշտ հասկանաս էլի, թե մարդկանց, թե դու քեզ։ Վարազդատ օլիմպիադանում պատրաստում եք աշխարհի առաջնությանը։ Ինչպես են ընթանում մարզումները, ինչպես է ընթանում ծանրաբեռնվածությունը։ Մարզումները արդեն գիտեք 5 հավաք անցկացրել ենք, արդեն 6-րդ հավաքն է, վերջի հավաքն է, ամսու սկիզբ մեկնում ենք Նորվեգիա։ Շատ լավ է անցել հավաքները, մի թեթև վնասվածքներ բան տենց միշտ լնում առաջնություններից առաջ, բայց ուշադրություն չենք դարձնում, տրամադրվում ենք, կենտրոնանում ենք, որ լավագույնս հանդես գանք աշխարհի առաջնությանը։ Այսօրվա մարզմանը մոտ 25 տոննա ծանրազողի հետ աշխատեցիր, 25 տոննա բարձրացրեցիր, մարզիչն ասում է, որ այդպես գրեթե յուրաքանչյուր մարզման ժամանակ է։ Ինչպես է ստանում այդ ծանրաբեռնվածությունը։ Մարզիչներն են ամեն ինչը պլանավորում, թե ծանրաբեռնվածությունը, թե հանգիստը, ես էլ ճիշտ իրանց խորհուրդներով հետևելով պատրաստվում ենք։ Վարազդատ աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակով ես մեկնելու աշխարհի առաջնության։ Դա ավելորդ լարվածություն է, թե վստահություն, թե ինչ որտեղ կարող է խանգարել։ Չի կարող խանգարել,
կարող է մի քիչ լարվածություն, բայց դժվար խանգարի ինչ-որ մի բանի, ավելի վստահ ու ավելի պարտավորված է լինում, որ գործող աշխարհի չեմպիոնը դու ես, որ կարողանաս տիքխոսդ պահես, չէ ուրիշ ավելի լարվածություն չի լինում։ Որոշել ես թե ինչ կիլոգրամների պետք է մոտենաս, ինչ կիլոգրամներ են լինելու քո նպատակակետը։ Դեռ ոչ, տենց սանդղակը չենք դրել մեր վրա։ Մարդում է ցույց կտա էլի կիլոգրամների կեշիրը։ Կարծես 210 կիլոգրամի հետ բավականին հեշտ է աշխատում փոքուն վարժությունների ժամանակ։ Լավ մարզավիճակում եմ գտնվում հիմիկվա դրությամբ։ Վարազդատ մեծ մրցումները արդեն ընթանում են առանց լեգենդար Լաշա Տալախաձեի։ Լաշայի հետ էր ավելի հետաքրքիր, հիմա է ավելի էմոցիոնալ, թե այն ժամանակ։ Դե Եվրոպայի առաջնությունները կարամ ասեմ, որ մի քիչ անհետաքրքիր է, որովհետև մի քիչ թույլ է պայքարը, բայց աշխարհի առաջնությունը պայքարը մեծ է ու դժվար անհետաքրքիր լինի այդ պայքարը։ Ու Լաշայի հետ ուրիշ էր պայքարը, հիմա ուրիշ է, չեմ կարող ասեմ առանձնահատկությունները, բայց տարբեր է հաստատ։ Գիտեմ հաճախ եք շփվում, նաև կարծում եմ խորհուրդներով կփոխանակվեք։ Դենց շատ խորհուրդներով չենք փոխանակվել, բայց ընկերություն ավելի շատ, քան խորհրդատվություն։ Եվրոպայի առաջնությունում հաղթեցիր եւ աշխարհի առաջնությունը զգնում հերթական անգամ Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով։ Եվրոպայի առաջնությունում հասկացար, թե աշխարհի առաջնությունում քեզ ինչ է սպասվում։ Եվրոպայի առաջնությունում չես կարող հասկանալ, թե աշխարհի առաջնությունում քեզ ինչ է սպասվում իմ բարագայում, որովհետև Եվրոպայի առաջնությունը մի քիչ կիլոգրամները շատ ցածր է, ու իմ բացացած կիլոգրամներն էլ շատ ցածր, այդ կիլոգրամներով աշխարհի չեն կարող հանդես գալ, այդ կիլոգրամներով պետք է արդեն սկսենք աշխարհի մոտեցումները, բայց ես գիտեմ ինչ է սպասում աշխարհի, ունեմ ուժեղ մրցակիցներ ու շատ լուրջ եմ տրամադրված ու գնում եմ միայն հաղթանակի։ Խոսեցինք հավակնոտ քաշերի մասին, հավակնոտ կիլոգրամների մասին, մտածել ես Լաշա Տալախաձեի ռեկորդները գերազանցելու մասին։ Այդ մասին չեմ մտածել, եթե այդ քաշային կարգի ռեկորդները են, ուրեմն քո սանդղակն էլ պետք է լինի, չնայած հիմա փոխվել է ռեկորդները, քաշային կարգերը փոխվել է, ռեկորդները փոխվել է, հուսամ մեծ ստանդարտ ռեկորդները կարողանամ հիմա դարձնեմ։ Հիմա Լաշայի ռեկորդները անցել է պատմության գիրկը, արդեն էլ Լաշայի ռեկորդները չես կարող գերազանցես։ Կարաս նոր ռեկորդներ գերազանցես, որովհետև սանդղակը փոխվել է ռեկորդների։ Ասում են ծանրաձողը ծանրորդի ընկերն է։ Ծանրաձողը անշունչ երկաթ է ու ոչ ինքն է քեզ հասկանում, ոչ դու ես իրան հասկանում։ Դու կարողանաս իրան ճիշտ կառավարես, որ կարողանաս բարձրացնես գլխիդ վերևը։ Վարազդատ յուրաքանչյուր մարզիկ հաղթանակներից բացի նաև անկում է ունենում։ Որն էր կարիերայիդ ամենաբարդ պահը եւ ինչպես հաղթահարեցիր։ Կարիերայիս ամենաբարդ պահը երևի օլիմպիական խաղերից հետո մի պահ տխուր էի, ու մի կողմից ուրախ էի արծաթի համար, մի կողմից տխուր էի, որ չկարողացա ոսկին նվաճել։ Հետո մարզիչների, հարազատներիս, իմ ընկերներիս շնորհիվ այդ ամեն ինչից արագ կարողացա վերականգնվել ու պատրաստվել մի ամիս ու կես հետո աշխարհի առաջնություններ։ Այսինքն ինչպես մարզիչներն ու մասնագետներն էին կարծում, դու ես հավատում ու վստահ, որ շատ մոտ էիր այդ պայքարում Լաշային հաղթելու։ Դե ես այդ դեմարդ եմ տեսել եմ էլի, մարզիչները կողքից են տեսել, ես դեմարդ եմ։ Բայց հիմա դրանից նախարարություն չեմ ուզում խոսեմ, որովհետև իմ համար մի քիչ ցավոտ է։ Երկրորդն էլ անցած բանա չեմ ուզում քննարկել։ Միշտ առաջ եմ նայում, հուսով եմ դրանից ավելի լավ պետք է լինի։ Վարազդատ ծանրամարտը նաև նյարդային պայքար է։ Իսկ ինչը կարող է քեզ նյարդայնացնել։ Մարզումներին մոտեցումները չստացվելը։ Իսկ մրցման ժամանակ։ Մրցման ժամանակ, որ չի ստացվում, ավելի շուտ ես կարող կենտրոնանալ մյուս մոտեցմանը։ Մրցման ժամանակ ոչ մի չի կարող, որովհետև մրցման ժամանակ այնքան շատ է տրամադրված դու քո մրցմանը, որ ոչ կարող ես շեղի, ոչ էլ կարող տրամադրությունը փչացնի։ Իսկ ո՞րն է ժամանակակից ծանրամարտում ամենագլխավորը։ Ժամանակակից ծանրամարտում չեմ կարող ասել, բայց իմ համար ամենակարևորը ինքդ քեզ հավատալն է, որ հավատաս քո ուժերին,
քո կարողություններին, որ կարողանաս անես այն, ինչ որ դու ես ուզում, ինչ որ դու ես զգում։ Վարազդատայի կամքի մասին խոսելով շարունակենք, որ մարզիկները, մարդիկ, մարզիչները նշում են, որ դու ուժեղ լինելուց բացի նաև հավատով ես մոտենում ծանրաձողին, այսինքն դու երբ մոտենում ես ծանրաձողին, վստահ ես, որ դա կարողանաս բարձրացնել։ Որքանով է դա իրական, որքանով է դա այդպես։ Եթե մարդ ինչ որ աշխատանք է կատարում ու չի հավատում իր աշխատանքին, այդ արդեն չի ստացվում։ Պետք է հավատաս դու քո արածին, դու քո կարողություններին, որ կարողանաս այդ ծանրաձողը բարձրացնես։ Եթե անհավատ մոտենաս, որ ասես չէ, չեմ կարա, այդ ժամանակ էլ արդեն սկսում է վախ առաջանալ ու հաստատել չես կարող։ Եվ վերջին հարցը չեմպիոնին, ինչ կուզես փոխել ծանրամարտում։ Ինչ։ Ոչ մի բան։ Եղածին ձեռաթալիս։ Դե ինչ Վարազդատ, քեզ հաջողություն ենք մաղթում աշխարհի առաջնությունում, վստահ եմ դու աշխարհի առաջնությունից վերադառնալու ես կրկնակի չեմպիոնի կարգավիճակով։ Շնորհակալություն շատ։ Եթերում չեմպիոնի հետն էր, չեմպիոնի հետ, չեմպիոնի պես սպասեք մեզ։